Լքել վրաս, հայհոյանքներ եւ այլն, ու այդ ամենը 3-4 րոպե։ Ուղիղ 1 տարի է անցել քաղաքացի Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին ահազանգից, սակայն մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Ավելին, նախաձեռնված քրեական վարույթով որևէ անձի նկատմամբ անգամ քրեական հետապնդում հարուցված չէ։ Անցած տարի մայիս ամսին մի անգամ առերեսում ենք ունեցել ուղեկցող ոստիկանների հետ ու վերջ։ Իմ այդ օրվա հակիս եղած տաբատն են տարել ու կոշիկները ու վերջ։ Սամվել Վարդանյանի խոսքով իրեն խոշտանգել են ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին, պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հասարակական տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո։ Ձախ, հետո նորից ձախ արեցին, կանգնեցին ու ոստիկանները իջան մեքենայից, ինչ որ տենց ոչ թույլտվություն հարցնելով, այլ ինչ որ հերթապահ մի բան ասելով, որ իջնում են կարիքները հոգալու։ Երբ իրենց էին նայում, աջ կողմի դուռը բացվեց արդեն ուղևորի ու հայհոյանքներով դիմակավորված մեկը փորձեց քաշել մեքենայից։ Փորձում էի ընդդիմանալ, բայց բնականաբար դժվար էր, ձեռնաշղթայված, ինքն էլ հետևի կողմում։ Առաջինին օգնության մոտեցավ երկրորդը, նորից դիմակավորված, երկուսով քաշ տվեցին, հետո եկավ երրորդը, մի քանի մետր քաշ տվեցին խոտերի մեջ, ինչ որ տենց հայհոյանքներով, հարվածները ոչ ամբողջ ուժգնությամբ։ Ըստ Սամվելի դիմակավորված անձինք փակել են իր բերանը, որպեսզի օգնություն չկանչի։ Երբ արդեն տարել եւ նստեցրել են մեքենան, ոստիկաններն այդ պահին մոտեցել են։ Սամվելի խոսքով ոստիկանները հեռվից նկարահանել են տեղի ունեցածը։ Ինձ այդ վիճակով տարան ԶՊՎ, մեքենայի մեջ մի 2-3 անգամ հարցրեցին ինչ ա եղել, նոր լավ է իր, իսկ ես արդեն շոկային վիճակում էի, շոկային, հետո հետ շոկային, ինչ որ բնականաբար ցավեր կար, բան կար։ Տարան ԶՊՎ, ճանապարհի կեսին միայն ոստիկաններից մեկը մյուսին ասեց, կարող է իրոք լավ չի, ինչ որ այս տիպի մի բան ասեց։ Հետո կանգնեցին ճանապարհին Ազատության պողոտայի վրա, կողքի նստածը վարորդի հետ նստեց ինձ մոտ, այսինքն ուղևորի նստած տեղին, ու գնացինք ԶՊՎ։ ԶՊՎ-ում արդեն շտապօգնություն էր եկել, շտապօգնությունը զննեց, միայն ճակատիս քերծվածքների համար հարցրեց։ Սամվելը ոչ իրեն ուղեկցած ոստիկաններին, ոչ շտապօգնության աշխատակիցներին չի պատմել տեղի ունեցածը, ասում է հետո ընկերներին ու փաստաբաններին է պատմել։ Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով վարույթով որևէ առաջընթաց չկա, միակ նորությունն այն է, որ 2 ամիս առաջ ստացել են հագուստի դատաքիմիական փորձաքննության արդյունքները։ Միայն կարող եմ այն ասել, որ որևէ հակասություն մեր կողմից առաջին իսկ պահին ներկայացված վարկածի հետ այդ արդյունքները չունեն եւ որևէ այլ նորություն չկա։ Իշխանական պատգամավոր Թագուհի Ղազարյանից այսօր հետաքրքրվեցինք, իր կարծիքով ինչու 1 տարի անց գործը դեռ դատարան չի հասել։ Ես կհարցնեմ դրա վերաբերյալ այսօր ներքին գործերի նախարարի, քանի որ ինքը իմ շենքում է, չգիտեմ դրա պատասխանը։ Որոշակիորեն հետևում եմ, բայց թե ինչ ընթացքում է, չգիտեմ։ Ռուբեն Մելիքյանի խոսքով սպասելի էր, որ 1 տարի անց վարույթով որևէ առաջընթաց չի լինի։ Մեր պատկերացմամբ դա իրավական տրամաբանության մեջ չի տեղավորվում, որովհետև վաղուց պետք է լինեին մեղադրանքներ, սակայն լիովին հասկանալի է քաղաքական տրամաբանությամբ, որովհետև մեր համոզմամբ դա եղել է քաղաքական իշխանության պատվերով կատարված հանցագործություն եւ բնականաբար այդ պայմաններում իրենց հանցանքը բացահայտել չեն կարող։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանն էլ մեզ փոխանցեց, որ վարույթով նորություն չկա։ Մարտա մեջ եք ելնում։ Փոխարենը շատ արագ դատարան հասավ Հակոբ Ասլանյանի հետ հասարակական տրանսպորտում միջադեպի գործը, որի վերաբերյալ 3 արդեն դատավճիռ է հրապարակվել։ Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը չպատասխանեց Factor TV-ի հարցին, ասելով, որ վարույթ կա նախաձեռնված եւ հարցն իրենց տիրույթում չէ։ Դեպքից հետո ներքին գործերի նախարարությունում ծառայողական քննություն էր նշանակվել, ապա քրեական վարույթով պայմանավորված կասեց Մեր տեղեկություններով Սամվել Վարդանյանին ձերբակալվածների պահման վայր ուղեկցած ոստիկանները ոչ միայն շարունակում են աշխատել համակարգում, այլև նրանցից մեկը պաշտոնի բարձրացում է ստացել։